Բարի գեսօր սերիներ, շնորհակալ ենք, որ Տերը շաբաթն ևս մեզի կյանք տվավ եւ նորեն հավաքեց իր խոսքին շուրջը։ Մենք կշարունակենք մեր սերտողությունները Պողոս Արաքյալին առաջին եւ երկրորդ ուղերձները կամ թուղթերը թեպի Կորինթացիներուն գիրքը եւ հասած ենք 6-րդ դասը եւ այս դասին վերնակիրն է հոգեվոր բարգեւներ։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք Տեր քո բոլոր ողորմություններուդ եւ օրհնություններուդ համար, որ ամեն օր գվայելենք, հատկապես քո խոսքդ, որ մեր ցերկերուն մեջ ունենք, մեր լեզուով։ Գնանք անիկա գարտալ, կխնդրենք, որ Տեր Սուրբ Հոգիովդ մեր միտքերը փանաս, մեր սիրտերը փանաս, որպեսզի գայնանք քո խոսքդ ըմբռնել, հասկանալ, յուրացնել եւ գիրառել մեր կյանքին մեջը։ Հիսուսի անունով խնդրեցի անօրթապածարան արժանիկովը։ Ամեն։ Ուրեմն սկսելու համար գարտանք առաջին Կորինթացիս 14-րդ գլուխ առաջին համարը, մեր սորվելիք համարը։ Սիրո յետևեք հացեք, օքեով, արկերներու նախախնդիրներ եղեք, նախախնդիր եղեք, մանավանդ մարգարություն անելու։ Այո, ուրեմն սիրո յետևենք հացեք, ասի է ընդհանուր գարդես թե վերջին բանը խոսվելիքը։ Ինչպես որ գիտենք, մարդուն մարմինը մեկ մարմին է, բայց շատ տարբեր անդամներ ունի։ Նմանապես նաև Աստծո եկեղեցին մեկ մարմին է, Աստծո եկեղեցին է, բայց շատ տարբեր անդամներ ունի եւ այդ ամեն անդամները տարբեր գործեր ունին եւ գործառություն ունին եւ ամենն ալ շատ կարեւոր են։ Ինչպես Աստված երյակ է եւ երյակը լալով մեկ միտք ունի եւ մեկ ձևով աշխատի, նույնն ալ գուզե որ մարմինը տարբեր մասերը կազմված լալ, բայց մեկ միտքով, մեկ ձևով աշխատի։ Այս շաբաթ ադոր մասին կխոսի Պողոս Արաքյալ, թե մենք մեր քրիստոնեական վարքը ինչպես պետք է լա իրարու հանդեպ կամ իրարու հետ միասին, ինչպես կնանք փող կապակցված լալ։ Հատկապես երբ որ կրոնական հավաքույթներ ունենք, ինչ թիվ պետք է բռնենք այդ ժամանակները, որովհետեւ անգարկ կամ խառնաշփոթ ժողովներ չլան, ադի էր խնդիրը։ Եկեղեցի մեջ խառնաշփոթություն կար, անգարկություն կար եւ Պողոս Արաքյալ ադի գուզե շտկել։ Եվ ադիգա ամենը գնաբաստե խոսք Աստծո անունը բարձրացնել, այսօր համար է ամենը։ Ուրեմն այսօր եկեղեցի անդամների միջև եղած համացանության բացակայությունը կպատասխանե միասնությունը, այսինքն կցնե որ մենք միասին չենք Քրիստոսի մեջ, եթե մենք անհամացայն ենք ամեն բանի մեջ։ Իրար հետ համացանությունը կնշանակի որ մենք Քրիստոսի հետ միասին ենք։ Պողոս Արաքյալը առաջին Կորինթացիս 12 գլուխի մեջ նոր թեմա կսկսի։ Մինչև հիմա ասենք գրաբաշխություններ, գրաբաշխության մաքրություններ եւ այլն։ Հիմա նոր թեման ասիգա է։ Կսե որ գարտանք 12 գլուխ մեգեն 6 համարները գարտանք նախ, վերջը շարունակենք։ Մեգեն 6 համարները գարտանք նախ։ Հոգևոր բարգեւներու վրայով 12 գլուխ։ Հոգևոր բարգեւներու վրայով չեմ ուզեր, եղբայրներ, որ չկիցովալա։ Դուք գիտեք, թե իբր Հեթանոս էիք, մունչ կուրքերուն կտարվեիք, ինչպես առաջնորդեիք, ուստի այսպեսի իմացնեմ, թե մեկը չկա, որ Աստծո հոգիովը խոսի ու Հիսուսին զովյալս է։ Եվ մեկն ալ չի կրնար Հիսուսին տեր գոչել, եթե սուրբ ոչ սուրբ հոգիով, պարգևները զանազան են, բայց տվողը նույն հոգին է, նաև պաշտոնները զանազան են, բայց նույն Տերը կուտա, նույնպես ներգործությունները զանազան են, բայց նույն Աստվածն է, որ կներգործե ամենքը ամեն բանի մեջ։ Մի քիչ մաստերը խոսենք, հիմա պետք է վարգյանը մտածենք, որ մենք Պողոս Արաքյալ ինչ թարու մեջ կաբրեր։ Չէ որ այնտեն հեթանոսություն էր, այնտեն գայսերն էր, գայսերը որպես ինքնին Աստված կներկայացներ։
Ուրեմն գսե որ մեկը չի գնա Քրիստոսը թավանիլ եւ դերսել, ինչու համար եթե իրական չէ, քանի որ գայսրն էր դերը, եթե մեկը գայսրության ժամանակ գսել որ Քրիստոս է դերը, քնուխը կգդրեին ամիջապես որ ըրին աշարան, կամ քանի որ պետք է ասեն որ գայսրն է դերը, անոր համար գսե որ եթե մեկը չի կարող Աստծո հոգով խոսի Հիսուսը նոզովյալ ասե, այսինքն կամ Գայսերը պիտի սես նսովյալ է, կամ Հիսուսը պիտի սես նսովյալ է։ Այսինքն կամ մեկը պիտի դրես, մյուսը պիտի արհամարես։ Մենք հիմա աթարու մեջ չենք ապրիր, քիչ մը փտացած չսեմ մեր ուղեղը, բայց այդ փորձառությունը չունենք, որ երբ որ եթե ասես որ պրեզիդենտ ամենն մեծը չէ, քլուխդ կդրեն։ Այդ տեսակ ժամանակի մեջ չենք ապրիր որ, բայց Պողոս Արաքյալի ապրած ժամանակի մեջը Կսե թե հոգին առաջին բարգևը համարցակ թավանությունն է այն մասին թե Հիսուսը դեր է։ Քանի եթե չի համարցակ չսեր Հիսուսը դեր է, գշակի չի հավատար։ Եվ եթե ասեիր վախը գա որ քեզի գնային գլուխդ կդրել, վերացնել անդեղեն։ Ուրեմն այսինքն դիտվեր որպես խռովություն գայսերական իշխանության թեմ հետավապար կբաճվեր մահով։ Ուրեմն Հիսուսը եւ Պողոսը գշեշտեն որ հավատքը Աստծո հանդեպ նույնիսկ հալածանքներու եւ մահվան սպառնալիքներու պայմաններում հոգին բարգևն է։ Մարդ եթե հավատք ունի, սպառնալիքի մեջ էլ հավատքը կբահ, եթե հավատքը կերերա կամ չես ունենա, նշանակել հավատ չունեիր, սկիզբեն չունեիր։ Իրականության մեջ հավատքը ամենահիմնակարային բարգևն է, այսինքն նախ հավատք պետք է ունենա մարդ։ Ամեն ինչեն առաջ հավատ պինաս որ կարողանաս առաջ երթալ։ Եվ այն փաստը որ գսե Սուրբ Հոգին դարբեր տեսակ բարգևներ կփաշխե ամեն մեկուն բաժներով այնպես ինչպես կգամենա կապացե որ այսօք բոլորը անհրաժեշտ են ուրեմն շարունակենք 6-րդ համարեն մինչև 11-րդ համարը ամեն 7-րդ համարը այո Բայց ամեն մեկուն հոգին հայտնությունը տրված է բոլորին շահուն համար մեկուն հոգիով իմաստության խոսք տրված է ուրիշին գիտության խոսք նույն հոգին տրված չափով, մյուսին հավատ նույն հոգիով, ուրիշին բժշկության պարգևներ նույն հոգիով, ուրիշին հրաշագործություններ, ուրիշին մարգարեություն, ուրիշին հոգիներու ընտրություն, ուրիշին զանազան լեզուներ, ուրիշին լեզուներու թարգմանություն, այս ամենը միևնույն հոգին ներգործե եւ ամեն մեկում զատ կբաժնեն մինչև ուզել, ինչպես ուզել։ Այո, շնորհակալ եմ։ Ինչպես կհասկանանք։ Այնպես ինչպես որ գրված է։ Ամեն մեկը դարբեր կորս ունի անելու համար։ Ինչպես որ աչքը չի գնարսել ցերքին, որ ես քեզի պետք չունիմ, կամ ոտքը չի գնարսել գլուխին, որ ես քեզի պետք չունիմ։ Նույնն ալ բարգևները զանազան բառը կգրկնե շատ անգամ գուզե բազմականագությունը ցույց տալ որ դարբեր շատ բան կա, շատ է։ Հարկավոր է նաև նկատել հոգևոր բարգևները նախատեսված են խթանելու միասնությունը, այսինքն իրարու հետ ըլլալու միասնականությունը։ Մեկը բամը գնե, մյուսը ուրիշ բամը գնե, մեկը գերքե, մեկը կնվակե, մեկը քարոզե, մեկը կմաքրե, մեկը գեփե, մեկը գայցելե, մեկը գաղոթե, ասոնք ամեն դարբեր են։ Եվ բայց ամենն ալ պետք են։ Ուրեմն ասոնք գզորացեն հավատացյալները համայնքը Քրիստոսին ծառայելու համար։ Մենք ինչու մեր բադվին համար չէ որ գուտա, որ Քրիստոսին ծառայենք եւ իրեն անունը բարձրանա։ Յուրաքանչյուր հավատացյալի բարգևը կշնորհվի անհատապես 12-11-ին մեջը այս ամեն մեն հոգին գնոր ամեն մեկուն զատ կբաժնե ինչպես որ ուզե։ Եվ ինչպես Աստված մեզի գուտա այդ բարգևը, մեր ուզելով չէ։ Աստված քեզի այդ բարգևը գուտա, թուն բայց այդ բարգևը պետք է կործածես։ Եվ աս բոլորը օգուտ կբերեն հավատացյալնոր համայնքին որպես ամբողջություն։ Միասնության լեզուն որ կնկարագրե առաջին գործածես հիմա 12-14-ին 12-ին 31-ը գարտանք 12 գլուխ 12-ին 31 Քանզի ինչպես մարմինը մեկ է եւ շատ անդամներ ունի, այն մարմինը բոլոր անդամները թեև շատ են,
այդ մեկ մարմին են, նույնպես Քրիստոսը։ Վասնզի մենք ամենքս մեկ հոգիով, մեկ մարմին ըլլալու մկրտվեցանք։ Թե հրյաները, թե հետանոսները, թե ծառաները, թե ազատները, եւ ամենքսալ մեկ հոգի մեկ հոգի խմեցինք։ Վասնզի մարմինը մեկ անդամ է, մեկ անդամ չէ, ապա շատ, եթե ոտքը ասե, որովհետև ես սերկ չեմ, մարմինեն չեմ, ասիկա պատճառը չէ, որ ալ մարմինեն չլա, եթե ականջը ասե, որովհետև ես աչք չեմ, մարմինեն չեմ, ատով չի դատրիր մարմինեն ըլլալը, եթե բոլոր մարմինը աչք ըլլար, ասելիքը ուր վիդե ըլլար, եթե բոլոր ասելիքը ըլլար որ, վիդե ըլլար հոդոդալիքը, բայց ասված անդամները տրավ մեկ մարմինի մեջ, ինչպես ինք ուզեց, բայց եթե ամենքը միայն մեկ անդամ ըլլային, մարմինը ուր վիդե ըլլար, բայց հիմա անդամները շատ են, իսկ մարմինը մեկ է, չի գրնար աչքը ասել ծերքին թե տուն ինձի պետք չես և ոչ ալ գլուխը ոտքերուն թե դուք ինձի պետք չեք։ Մասնավորապես մարմնին այն անդամները, որոնք շատ տգար երևնան, ավելի հարկավոր են։ Մարմնին այն անդամները, որոնք հավետ անպատիվ գսեվին, անոնց ավելի պատիվ կուտան ու այսպես մեր անվայել անդամները ավելի վայելչություն ունին։ Ու մեր վայելուչ անդամներուն բանը պետք չէ, բայց ասված մարմինը արեխարնեց և վակսություն ունեցողին ավելի պատիվ տվա, որպեսզի մարմնին մեջ երկարակություն չլա, ապա անդամները միևնույն խնամքը ունենան իրարու վրա։ Եվ եթե մեկ անդամը նեղություն գրե, բոլոր անդամները կնեղվին անոր հետ, և եթե մեկ անդամ պարավորվի, բոլոր անդամները ուրախանան անոր հետ։ Ախ, դուք Քրիստոսի մարմինն եք, և իրականչուրը մաս կգազմե անոր մարմինի, և Աստված եկեղեցիի մեջ տրավ մեկ քանիները, նախ առաքյալները, երկրորդ մարգարեները, երրորդ վարդապետները, ետքը հրաշքներ գործերները, ետքը բժշկելու պարգև ունեցողները, օգնողներ, գարավարողներ, լեզուներ, խոսողներ, միտե ամենքը առաքյալներ են, միտե ամենքը մարգարեներ են, միտե ամենքը վարդապետներ են, միտե ամենքը հրաշքներ կգործեն, միտե ամենքը բժշկության պարգևներ ունին, միտե ամենքը լեզուներ կխոսին, միտե ամենքը թարգմանություն գնեն, բայց դուք նախանցավոր եղեք այն շնորհքներուն համար, որոնք լավագույնն են, և ես ալ ավելի Avek ճամփամը պիտի ցցնեմ ցիս։ Այո, շնորհակալ եմ։ Բավական ինքը իրեն արդեն կբացատրե։ Խրտին բամը չի գա մեջը։ Միասնության լեզուն է իրեն ասածը, որ մենք միասնական ըլլանք։ Միթե ասելով, միթե նույն հոգին, նույն Տերը, նույն Աստվածը։ Մարմինը մեկ է, մեկ հոգիով, մեկ մարմին։ Միմյանց նկատմամբ նույն հոգացություն ունեցեք 25-ին համեջը գսեն, միասնության խաղապարը զուգահեռ կնկծի Քրիստոսի մարմնի անդամներուն բազմազանությունը, մենք ամենք սալ մեկ հոգիով մգրդվեցանք, մարմինեն մեկ անդամեն չէ գազմած այլ բազում, ուրեմն բազմազանության այս շեշտադրումը ցույց կտա, որ հոգևոր բարգևներն նպատակ ունին, եւ ինչ են նպատակը նվաստելու միասնությունը բազմազանության միջոցով։ Ինչ ալլան է քու բարգևը միասին պետք է լանք։ Մենակ չէ, մեկ հոգի չէ։ Եվ ասի գարդացոլ է գսե Աստծո բնավորությունը, հայրը մեկ անց է, որդին մեկ այլ անց է, Սուրբ Հոգին մեկ այլ։ Այս երեքը կպահպանեն իրենց անհատականությունը միաժամանակ համագործակցելով եկեղեցին գերտելու եւ առաքելության համար զորացնելու նպատակով։ Եկեղեցին ուզե որ զորավոր լա։ Աստված Աստծո բնավորությունը գցնե։
Եվ բոլորն անհրաժեշտ են։ Մարմինը, դասե անդամներ կա, որ մարմին մեջը ավելի դգար են, քան թե մյուսները, բայց բոլորն անհրաժեշտ են։ Ինքը եթե անիկա կործաթրվի իմաստությամբ եւ սիրով, հաճելի Աստծո համար։ Մարդկա որ միայն գնա քեդին ավլել, մարդկա գնա քարոզել օրինակի համար։ Մեկ ավելի գնա բադվավոր սեբվին, բայց անիլ անհրաժեշտ է։ Ամեն մարմին եղած ամեն անդամներ անհրաժեշտ են։ Ուրեմն գարտանք նաև Եփեսացին 4-րդ գլուխ 11-12 որներ։ Եվ ինք մեկ քանին դվավ առաքյալները լալու, մեկ քանին մարգարեներ, մեկ քանին ավետարանիչներ, մեկ քանին հովիվներ ու վարդապետներ, սուրբերուն կատարելությանը համար, Բաշտոնին գործին համար, Քրիստոսի մարմնին շինությանը համար, մինչև ամենքը սալ հասնենք հավատքին ու Աստծո որդիին ճանչնալու միապանությանը, կատարյալ մարդ ըլլալու Քրիստոսի լման հասակին չափ ունենալու։ Այո, հոսալ ուրիշ մեկ ցանկ մգա, բարգևներու նորեն, ուրիշ ցանկ մնալ գա, իրարու հետ համակորձակցված է, հարցը հոն է, որ ո՞րն է ծեր բարգևը, եւ ինչպես կնաս այն կորձածել Քրիստոսի մարմինը գերդելու եւ զարգացնելու համար։ Հարցը հոս է, ինչ է իմ բարգևս։ Մարդկա որ ես գիտեմ քույր մգար որ անգողնային բարգած էր, սիրտի հիվանդ է, 17 տարի անգողնի ծառայեցելով անգողնին չէր ելներ։ Բայց իրեն թուրը միշտ բաց էր։ Երիտասարդները նույնիսկ կուզեն այդ ձեր դիգինին կովը ետա որ 80 տարեկանի մոտ էր, երբ որ ես կհիշեմ իրեն։ Ինքը սուրբքի կգարտար ամբողջ օրը, կովը մեկը քարն է իրեն գարտացած են, Աստծո Սուրբ Հոգին իրեն ինչ որ սորվեցուցած էր, անիկա կփաժնեկցեր, աղոտ կներ, ադիգա իր բարգևն էր եւ պետք է գիտնայք որ երիտասարդները նույնիսկ ինչ ուրախությունով գերտային իրեն հետ խոսակցելու։ Մի սեր թե ես փամը չեմ գնա անել, ձերքս ոտքս կապված է, փամը չես տանել, տելեֆոնը առ, հեռացայինը ոյը մեկուն եւ աղոտ է անորեդը։ Heç փամը չես գնալ, աղոտ կամենեն մեծ զորություն ունի, փամը չես գնալնելն է։ Մեկում այցելության գերտաս, մեկում մկավատ մգերագուր մգդանիս, շատ բաներ գա որ գնաս անել, բարդացիս չէ որ պեմին արջևը ըլլաս, ադոր ետևը վարակուրին ետևը լեցուն կորց կա անալիք։ Բայց հոս ինքը գվերջացն է, գսե որ ես ես ավելի աղեկ ճամպամը բիծծնեմ, աս ամենը գնա անել, հիմա գուքանք 13-րդ գլուխը, 13-րդ գլուխը, ով ունի 13-րդ գլուխը, այո, քանի համար դու կարդա։ Եթե մարդոց ու հեշտակներում լեզուները խոսին, և սեր չունենա, ես ցան լով ինցի պես դրա, հնցով դարներու պես, և եթե մաղթարեություն ունի, սովորները ունի, Դե հապախենա։ Այո, հիմա եկանք սիրո, կսե որ հոսերը պազմատիվ բարգևներու մեջ պարզապես մեկը չէ։ Այն միջոցն է, որին շնորհիվ բոլոր բարգևները կհասնեն իրենց վերջնական նպատակին, այսինքն ամեն բարգև սեր պետք ունի իրեն դանելու համար։ Ասելու համար որ տարբեր տեսակ մեքենաներ կան քշելու, բայց բոլորն ալ գազ պետք ունին, բենզին պետք ունին, որպեսզի քշվին։ Չսեմ Տեսլան։ Ադիգա նորություն է։ Օրինակի համար, այսինքն բոլոր բարգևները պիտի կարոզես, պիտի երկես, պիտի ծառայես, ինչ որ ուզես անել, ամենասեր պետք ունին։ Առանց սիրո, ինչ կսե բարապ ծնծղայի պես է։ Ամենալավ բարգև ունեցիր մարգարեություն ունես, այսինքն կքարոզես, սեր չունիս, բարապ բան է։ Ինչ որ ունիս, պետք է սիրով լա։ Ուրեմն 13-րդ գլուխը գսորվեցն է, որ ամեն բան բաշատ կերպով օգտագործվելու համար միայն սերը պետք է։ Ուրեմն
Կուզե ընդգծել, որ առանց սիրո ամեն բարգեւը արժեքազուրկ է։ Արժեք չունի։ Հավատքը նույնիսկ, եթե սեր չի գա այդ հավատքին մեջը, նույնիսկ լեռները դեղափոխելու չափ հավատք ունիս, ադիալ ոչինչ է առանց սիրո։ Առանց սիրո լեզուներով խոսելու ունակությունը, կամ անիգա թարգմանելու ունակությունը, գվերածվի սոսկ ցայն արձակող պղինձի եւ ղողանջող ծնծղայի։ Ասիգա գսե։ Ուրեմն Պողոս Արաքյալը կենտրոնանա 4-ին 7-րդ կարդանք 4-ին 7-րդը։ Так. 4-ին 13-րդ գլուխ 4-ին 7։ Okay. Կարդա 13-րդ գլուխ 4-ին 7 համար։ Սերը եկանամիտ է, ծախսը, սերը չնախանց, սերը չի կորոտան, չհավարան, վայրվանում չունենա, իրանը չի կնդի, կալության չի կրտելի, ճարոքին չի կրտելի, անելվարկեն վրա չի կնդի, ընդրիշմարկեն խնդանից, ամեն պանի գուզիչանի, ամեն պանի գանամպեր, ամեն պանի գուզիչ, ամեն պանի գանամպեր, սերը կնապ չի նր։ Մինչև հոն մեկ վարգյան ասիգա ուրեմն գսե որ սերը զգացում են ավելի կորզողություն է ինչ բաներ չներ սերը չներ ասինչ բանը չներ օրինակի համար չի նախանցիր չի կորոզանար եւ ոչ շատ թյուրուն գինանք մենք աս մեղքին մեջը նախանցին մեջը կորոստա մեջը շատ վարգյանական գնաս աս մեղքին մեջը ինալ անվայել վարմունք չունենար ասպաները չներ, եթե սեր ունիս, աստեսակ չես կնարլալ, իրենը չի պնդրեր, ամեն պան ինձի է, առաջ ինձի, մեծ կդոր ինձի, պարգության չի կրկրվիր, ամիջապես պամնը հոպ կբայթի, չի կրկրվ, սերը ադիգա գնե, չարություն չի խորիր, ասոր դես, ասանք բույնեմ, դեղը բիթնեմ, ադիգա սեր եթե լան է, ադի չներ գսե, ամեն բանի գզիչանի, ամեն բանի գավադա, ուրեմն ըսկացվում կլան ավելի կորձողություն է, որ մենք կգիրարենք մեր կյանքի մեջ։ Այսպիսով Պողոսը կնշե, որ սերը նախ համբերադար է, երկրորդ բարի, երրորդ կուրախանա ճշմարության մեջ, չորրորդ ամեն բանի կթիմանա, հինգերորդ ամեն ինչի կհավատա։ Սարգիսի մաման իրեն ամեն բանին կհավատար։ Գադակ կներ Սարգիսը, բայց մաման իրեն կհավատար, քանի որ իրեն շատ կսիրեր։ Գսե որ մամա գադակ կնե որ չէ գսել ինքնա գսե որ մամաս գսեր ինձ աչափ գսիր որ ինչ որ ասեմ գահավադա գսե ուրեմն հետ սուտ չխոսից մամային կամ նույնիսկ գադագով ֆամիներ ամեն բանի գահավադա վերջերտ ամեն ինչի հույս ունի լաբիդալլա ամեն ադեն հույս ունի ամեն ինչի գդոգա եւ ընդհանրակը սերը չի նախադեր չի բարձենար չի հբադանար անվայել վարմունք չունենար Սեփական օգուտը իրավունքը, ասիմ իրավունքս է, չի պնդրեր, թեթևորեն չի զայրանար, չարը չի հիշեր և աներության վրա չի ուրախանար, թիմացինը վարինգավ եսա գխնդամ ադոր վրամ, ադիտ չունի մեջը, քանի որ սեր է, ուրեմն 15 հատ տեսակ պայ, հաստանուն ուղեցույց են բարգևներու գիրարման ժամանակ պատշաճ վարկակից տրսևորը համար, Եթե գուզես գիտնալ տուն շիդակ ճամփու վրա ես ասիկա քեզի ֆորմուլա է գիտեք երբ որ քիմիա գանցնեինք ֆորմուլաներ կան այդ ֆորմուլան ասիա ասչոպ կխառնես ասի ասչապ կխառնես ասի ասչապ կխառնես ասի գլա Եթե ասոր նայիս գտեստաս որ սիրո մեջ ես եթե սիրո մեջ ես ուրեմն ասո հետ ես Ես աստեղ օրինակ մտի Հրամեցեք Եթե ոյ մեկ անստավորություն նեկոմ է հետ ժամատրություն ասին չանցեն հետ ժամատրություն դոկտորեն հետ ժամատրություն հարիրամեն հետ ժամատրություն շուկայարտարը ժամատրություն ժամատրություն մկորություն էցավ այս երկու անստավորություն անժամատություն է որ ունեցավ ընլադունու մեջ են ընլադուսեն թերացային ամերանի մասուն Որոք անեգա գլնա, որ երբ որ աս համացանություն ունեցավ աջամալությունը կորդատվելի։ Եվ համը բադահեցավ, որ աջամալությունը չհաջողեցավ։ Իրարու հետ հագաջարություն և նեղությունը մեջտեղու կա։ Ասոր թիմացը առնելու համար օրինակ մտամ ձեզի
Եվ ասիկա ես ուրիշ բաշտոնյաներով հասարեցի, որ ընկերության մեջ աշխատում, հետևյալն է ծրագիրը։ Եթե չես ուզեր այդ անհամացանությունը լա այդ ժամատությունը չկատարվելու համար, հետևյալն է։ Երբ որ ժամատությունը դառնես, տեսես, որ եթե դերը գամի, եթե փամը բադահի, որ չեղավ, չի գրնան գրկալ, իրանում երացային է։ Ասանգով, թուն դիմացինին ավելի լավ իմաստուն գերևնաս, որովհետև արջևի քայլը արածես անհամացանության։ Եվ դիմացինը, որ ապոյնմենտը դվիր իրեն, անիկա այլ իմաստուն գլա, գսե, որ շիդակ է գսե, եթե պան բադահի երացային է։ Որբեսի խանկավումը չէ, համացայնեցանք, որ բերերտանք, չերտանք մեջլլար, հադի, հիմա իրանցումը բիդլլա։ Ասիկա բոլորովին պետք է չլանա մեր սիրով հարեգամության մեջ։ Համացայնությունը, ժամատության համացայնությունը իմ սիրով հարեգամությունը սպիրի չի գդրե, երբ որ ես սպիրի չի գրնամ երտալոն, բաճարով մգոր չի գրծա երտա։ Անոր համար միշտ կարևոր է եսել առաջին եթե դերը գամի և երկրորդ իրեսես, եթե պամը բադայ որ մի չի գրնամ կալ, կհերացայնենք, որ այդ երկու ասնավորությունները գրարույթ խնդիր շունենան, և ույսը ստասոն արկիտնա, որ այսինքն գրնա պամը բադայի իր չի գրնա կալ։ Ասիկա այս սիրո հովանոցին դարգին, առաջ կարած կլաս ամենամեծ անհամացանքին։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Հիմա հետաքրքիր է, որ այս 13-րդ գլուխը գինա 13-ի և 14-ի մեջտեղը, որ բարգևներու մասին կխոսի։ Հոգևոր բարգևներու մասին խոսած ադենը մեջտեղը ինքը սերը կմտցնե։ Կսե, որ աս ամեն բարգևները օգուտ չունին, եթե դու սեր չունիս։ Անպայման սերը պետք է ըլլա, որպեսզի վերջնորեն շարունակե ինքը բարգևներու մասին խոսելը։ Եվ աս բարգևներու շուրջ ծագած հագամարտություն կլա, ինչպես որ Սարգսիսը հագամարտություն կլա երբեմն, երբ որ սկիզբեն չես մտածել ինչպես վիդալա։ Սերը հոգևոր բարգևներու իմաստուն օգտագործման փանալին է։ Սերը գտրվի նաև հավատքի հույսի գողքին, կսեի հավատք, հույս և սեր և ասոցմե մեծակույնը սերն է, սերը կմնանորեն։ Ինչու այդքան կարևոր է մեր հավատքի համար սերը։ Ինչ ավելի լավ միջոց կա Աստծո սիրո իրական ըլլալը ըսկալու համար, քան աղոթքով ցկտել արդացնել այդ սեր ուրիշներու հետ։ Չէ՞ որ սերն էր որ Աստծո մղեց Հիսուսին որ կա։ Սերն էր մղեց։ Երկինքը բարբելով, երկիրքալով, մարտեղանալով մեզի համար։ Ուրեմն հիմա պիտի անցնենք 14-րդ գլուխին, չէ 13 ամենը չվերջացուցենք, բայց արդեն գրեթե սերը բնավ չի նար, այո։ Աբերչայություն գսե հավատքույս սեր մնաց մեզի։ Հիմա 14-րդ գլուխը գրեթե լեզուներու բարգևի մասին է, ամբողջ 14-րդ գլուխը, ինչ կրնանք ասել։ Համացայն Աստծո Աստվածաշունչին ուրիշ հատվածներուն հետ այս բարգևի դրսևորումը լեզուներու բարգևը ամենայն հավանականությամբ հոգի կողմեն դրված օդալ լեզուներով խոսելու կարողությունն է։ Միայն երբ որ սուբքի գսերդես, միայն մեկ համար առնելով չես կրնար ադոր վրա հավանություն մնել։ Պետք է բոլոր համարները կովի տնես և նայիս, որ ինչ կուզես էլ ընդհանուր պատկերը։ Եվ շատ անգամ քանի որ գխոսի գնշայ այս հարցը Պողոսին համար առանձնահատուկ նշանակություն ուներ, Կորինթոսի եկեղեցին կողմեն այս բարգևին սխալ օգտագործում և չարաշահումը անգարկություն և շփոթություն առաջացած են հանրային երկրպագության ժամանակ։ Երբ որ բոլորը միասին գուքային, մի օրինակ նաև որ ասոնք հեթանոսական բան են գուքային background են։ Ակրենը կրած։ Լեզուներուն հետ կսե խոսելու բարգևը պետք է զուգահեռը լա անոնց մեկ նապանական բարգևին, այսինքն թարգմանությանը, քանի որ լեզուները պետք է ելան դրա անպանական։
եւ հասկանալի։ Ուրեմն գարտանք առաջին Կորինթացիս 14-րդ գլուխ, գնանք բոլոր գլուխը գարտալ, Սիրո յետևեք ուկան երգային է։ Գխորիմ որ արդյոք կրնամ գրջադել, բայց վնաս չունի գարտանք։ Սիրո յետևեք կացեք, ոգևոր վարկերներու նախանցախնդիր եղեք, մանավանդ մարգարեություն ունելու։ Բասնզի ամբոր ոդար լեզվով կխոսի, ոչ թե մարդոց կխոսի, հաբա աստծո։ Բասնզի մեկը չգա, որ իմանա, բայց անիգա հոգիով խորհուրդներ կհայտնի։ Սակայն ամբոր կմարգարեյանա, մարդոց կխոսի շինություն, հորդարանք և մխիթարություն գալու։ Ամբոր ոդար լեզվով կխոսի իրանցին շինություն գնե, ու ամբոր մարգարեյանա եկեղեցին շինություն գնե։ Ուզան, որ դուք ամենքդ լեզուներ խոսիք, բայց մանավանդ մարգարեություն ունեք։ Բասնզի ավելի աղեկ է ամբոր կմարգարեյանա, քան թե ամբոր լեզուներ կխոսի, բայց պետք է թարգմանել, որպես եկեղեցին օգտվի։ Հիմա եղբայրներ, եթե ես ցեզի կամ լեզուներ խոսելով, ինչ օգուտ պիտի ունենամ ցեզի, եթե չխոսիմ ցեզի կամ հայտնությունով, կամ գիտությունով, կամ մարգարեությունով, կամ վարդապետությունով, ցայն դվող անգենտան գործիքներն անգամ, թե սրինք և թե քնար, եթե ցայներու զանազանություն չունենան, ինչպես պիտի ջանցնին, սրինքով կամ քնարով հնչված է։ Բասնզի, եթե փողնալ անորոշ ցայն հանե, ով պիտի պատրաստվի պատերազմի։ Նույնպես տուգալ եթե լեզվով բացահայտ խոսք չխոսի, խոսվածը ինչպես պիտի հասկացվի, բասնզի օդին խոսողներ պիտի ելլակ։ Ահա աշխարհի մեջ շատ տեսակ ցայներ կան, որոնց ո մեկը առանց նշանակության չէ։ Ուստի, եթե այն ցայնին իմաստը չգիտնամ, ես խոսողին օդարականն պիտի ելլամ։ Խոսողն ինձի օդարականն պիտի ելլա։ Նույնպես տուգալ, որովհետև հոգևոր վարկերներու նախանցախնդիր է, եկեղեցիին շինությանը համար խնդրեցեք, որ ավելնակ նույն վարկերներով։ Անոր համար ամբոր օդար լեզվով կխոսին, աղոտ թողնե, որ թարգմանե այն, քանզի եթե ես աղոտ կնեմ օդար լեզվով, իմ հոգիս աղոտ կնե, բայց միտքս անբդուղ է։ Ուրեմն ինչ ընելի եմ, աղոտ կնեմ հոգիով, աղոտ կնեմ մդարությամբ ալ, սամոս երկեմ հոգիով, սամոս երկեմ մդարությամբ ալ։ Եթե թուն հոգիով որդնություն գնես, անիգա որ դքետի բեսկայներ են, ինչպես ամեն բիլիս է, ու կողություն դալուտ ադենը, բասնզի ան ու սածը չի հասկանա, թե պետքուն աղեկ կողություն գնես, հայց միշսը չոք տվիր։ Աստծո մեկը կողանան, որ բոլորետ ավելի լեզուներով կխոսին, բայց եկեղեցի մեջ ուզեմ 5 խոսք մդարությամբ խոսի, որվեսի ուրիշներուն որսորդվեցնեմ, քան թե կյուրավոր խոսքեր օդար լեզվով։ Եղբայրներ, մտքով դղամի իլակ, հաբաչարություն շիտնալու գողմե դղա եղեք, մտքով չապահաս։ Օրենքի մեջ կրված է թե օդար լեզուներով ու օդար շրթունքներով այդ ժողովրդին հետ պիտի խոսին, սակայն եւ այնպես ինձի մտի չնե կսեդերը։ Ուրեմն լեզուները նշանի համար են ոչ թե հավատացյալներուն, այլ անհավատներուն, բայց մարգարեությունը ոչ թե անհավատներուն, հաբա հավատացյալներուն։ Արդ եթե բոլոր եկեղեցին մեկտեղ կա ու ամենքն ալվոդար լեզուներով խոսելու լան եւ հոն մտնեն դկետներ կամ անհավատներ, պիտի չսեն թե դուք խենթացեր եք, իսկ եթե բոլորն մարգարեյանան, հոն անհավատ մը կամ դկետ մը մտնեն, ամենեն ալ գահանթիմանվի, ամենեն ալ գտակվի, ու անոր սրդին ձազուկ բաները գահայտնվին, եւ երեսի վրա ինգած Աստծո երկրվարկություն վիդիոնե, խոստվանի թե երավցնե Աստված ծեր մեջ է։ Ուրեմն եղբայրներ, երբ մեկտեղ գահավաքվի, ծեզ մե ամեն մեկը սաղմոս ունի, վարդապետություն ունի, լեզու ունի,
հայտնություն ունի, թարգմանություն ունի, ամենքն ալ շինության համար թողլան։ Եթե մեկը օդար լեզու կխոսի, կամ 2 հոգի կամ 3 հոգի ելան, այն ադեն մեկիկ թող խոսին ու մեկը թող թարգմանե։ Բայց եթե թարգմանող չլա, եկեղեցի մեջ լուր թող գնան եւ Աստծո հետ խոսին։ Իսկ եթե մարգարեները 2 կամ 3 հոգի լա, մեկ թող խոսին ու մյուսները քննեն։ Իսկ եթե նստողները են ուրիշ մեկուն ալ բանը հայտնվելու լա, առաջինը թող լրե։ Ասենսի ամենքը դալ դրնակ մեկիկ մարգարեանալ, որբեսի ամենքը դալ սորվին ու ամենքն ալ մխիթարվին։ Եվ մարգարեներուն հոգիները մարգարեներուն հսկողության դագլան։ Ասենսի Աստված խռովության Աստված չէ, հապա խաղաղության, ինչպես սուրբերուն բոլոր եկեղեցիներուն մեջ։ Ձեր գիները եկեղեցիներուն մեջ թողուր գնա, ասենսի անոնց հրաման չկա խոսելու, հապա հնազանդ լալու, ինչպես օրենքն ալ գսե։ Բայց եթե բան սորվիլ գուզեն, դունը իրենց այրերուն թող հարցնեն, քանզի գիներուն անվայել է եկեղեցի մեջ խոսին։ Միթե Աստծո խոսքը ցեզ մե ելավ, կամ թե միան ցեզի դհասավ։ Եթե մեկը գիգարզե թե ինք մարգարե է, կամ հոգևոր, կամ հաստատ գիտնա թե, թող հաստատ գիտնա թե ինչ որ ցեզի կրեցի, երոչը բատվերներն են, բայց եթե մեկը դքեդ է, թող դքեդ լա։ Ուստի եղբայրներ, մարգարեություն ունեն նախանցախնդիր եղեք, ու լեզուներ խոսին նալ մի արգիլեք, միայն թե ամեն բան վայելչությամբ եւ գարթավ թողնի։ Շնորհակալ եմ, բավական երկայն էր գլուխը։ Ուրեմն լեզուներով խոսելու բարգևը գսե թող որ անոնք դրամապանական եւ հասկանալի ձևով թարգմանության կամ հասկանալի է լա, խառնաշփոթություն չլա, ագնայդ է որ քննադատ է ոչ թե փուն լեզուներու բարգևը, այլ ինչպես կտեսնանք վերջը չափազանց մեծ կարևորություն կվերակրեին թե մարգարեական բարգևի անդեսմանը, ավելի լավ է մարգարեությունը նեսկսե 2 խոսք, 5 խոսք հասկացողությունով խոսիս, քան թե շատ խոսքեր։ Եվ ասիկա ինչու համար դարբեր դեղերը գուքային մարդիկ եւ դարբեր լեզուներով, ինչպես Պետրոս Արաքյալ, երբ որ Պենտեկոստեի օրը ելավ, ամեն մեկը դարբեր լեզուով մարդիկ կհասկանային իրենց խոսածը, այնպես չէ որ չեն հասկանար, Բաբելոնի մեզ կբլբլան, ադի չէ իրական լեզու խոսիլը։ Մարգարեության բարգևը նախատեսված է շինության, հորդոր եւ մխիթարություն ապահովելու համար, ինչպես որ ասավ ամենեն սկիզբեն, նախանցախնդիր եղեք մանավանդ մարգարեություն ունելու։ Մարգարեությունելը աբական գախադեսել չէ, միան, ադի չէ։ Այլ հիմա ինչպես կնանք ներգային մեջ է ապրել։ Այսինքն որևէ բան նախապես ասել, կամ որևէ մեկին անունը որևէ բան ասել։ Օրինակ Դավիթ մարգարեը կբացատրվի որպես կգանխադեսե։ Երկրորդ իմաստը կտեսնանք Գործք Արագոյից մեջ Հութա եւ Շիղա գնունացան որպես մարգարեներ, անոնց մարգարեության մասին այսպես կսվի բազում խոսքերով քաչալերեցի եւ ամբրաբնթեցի եղբայրները։ Մարգարեություն անդիգա էր քաչալերել եւ ամբրաբնթել, ոչ թե որ ուրիշ բաներ խոսիլ։ Հոգևոր բարգևները չեն ավարտված առաքելական տարաշրջանի մեջ, Եփեսացիներ մեջ կսե ասիգա։ Եթե մեկը գսե գբնթե թե ինքը մարգարե նախ պետք է քննահատի Սուրբ Գիրքի հիման վրա եւ քանի մգեդեր ունենք։ Առաջինը 4 կանոն կա, առաջին կանոնը մարգարեությունը ճշմարտապես կգադարվին։ Եթե մեկը բամը գսե եւ ադիգա գլա, գիտես որ ադիգա իրական մարգարե։ Երկրորդը ադի Երեմիայի մեջ գսե։ Երկրորդը պատկամը կհամապատասխանե նախորդ մարգարեներուն պատկամին։ Նույն քիծի վրան է։ Երրորդ Արորիա կյանքին մեջ ինքը կթերսևորե նվիրվածություն Քրիստոսի հանդեպ։ Մարդը նվիրված է Քրիստոսին եւ գիտես որ ասածը շիդագ է եւ 4-րդ Հիսուսը ասա որ գեղձ մարգարեները կջանցվին իրենց պտուղներով։ Այսինքն ճշմարիտ է նաեւ ճշմարիտ մարգարեների դեպքում մեջ։ Իրեն պտուղեն գրնաս գիտնալ որ աս մարդը շիդագ է սխալ է։
Հայության քիրքը ցույց կտա, որ մարգարեության բարգեւը մնացորդ եկեղեցի դարբերակի չափկանիշն է, այսինքն վերջին օրերու եկեղեցին մարգարեություն ունի իր մեջը։ Եվ մենք հալ գիտենք կհավատանք, որ աս մարգարեության բարգեւն նաև դրված էր Ellen White-ին եւ իրեն քրություններուն մեջ կգարտացոլվի։ Ադոր մասին գնանք վերջը խոսել։ Կսեթող մարդիկ դուրս կան աշխատելու, վստահելով Տիրոջը եւ Աստված կլա անոնց հետ համոզելով եւ դարձի բերելով հոգիները։ Այսինքն մենք չենք որ կհամոզենք դիմացինը։ Աստված է որ կհամոզե դիմացինը իրեն հետևելու, բայց մենք պետք է ըսողը լանք, խոսողը լանք։ Մեկ աշխատող գրնա հմուտ լալ խոսելու մեջ, մյուսը հմուտ քրող, մեկ ուրիշը գրնա ունել անգեղծ, երանդուն եւ չերմերանտ աղոթքի բարգեւ, ասինք ասե արդեն, մեկ ուրիշը երկելու շնորհք, մեկ ուրիշը օժտվածը լա Աստծո խոսքը հստակ բացատրելու առանձնահատուկ կարողությամբ։ Եվ յուրաքանչյուր բարգեւ պետք է դառնա զորություն Աստծո համար, որովհետև այն կհամագործակցվի աշխատողին հետ։ Աստված մեկին կուտա իմաստության խոսք, մյուսին գիտության, մեկ ուրիշին հավատք, բայց բոլորը պետք է աշխատեն նույն գլխավորի առաջնորդության ներքո։ Շնորհքներու բազմազանությունը կդային թեպի կորձեյության բազմազանություն, բայց նույն Աստվածն է, որ ամեն բան կորձի կտնե ամենուն մեջ։ Վերջը գսե որ թող չարհամարեն բզդիկ շնորհքները, մեկը մյուսին թող չսե որ ես ասիգա եմ, դու ասիգա ես։ Ադի Աստված է որ դվերը։ Նայեցեք ձեր առաջնորդին Հիսուսին հեզությամբ եւ անգեղությամբ եւ սիրով վրեք ինչ որ գրնակ։ Ուրեմն վերջացնելու համար մեզ մե յուրաքանչյուրը ունի օգնության գարիք, որը գրնա ստանալ այն միտքեն։ Աստված կկործե նաեւ ուրիշներու միտքերու օգնությամբ, ոչ միայն մերը։ Այսինքն դարբեր միտքեր կտեսնաս, որ անիգա ինչ միտք ունի դեպի խնդրի մասին, մյուսը ինչ միտք ունի եւ անանգով իրար հետ ավելի գադարյալ գլակորձը։ Դարբեր մարդկանց տրված զանազան շնորհքները պետք է միախառնվեն գադարելակորձելու սուրբերուն ծառայության կորձին մեջ Քրիստոսի մարմնի շինության համար։ Ուրեմն ինչ ալլա Աստծո շինությանը համար է մեր կորձը։ Եվ մենք պետք է հետևենք մեր առաջնորդին եւ միասնապար դիմակրավենք դժվարությունները ցերկ-ցերկի դված։ Միասին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, Տեր օրհնե իր խոսքին սերտողությունը։ Մինչև հաջորդ հանդիպում։